Ռուսական ցորենով բեռնված գնացքը ժամանել է Հայաստան անցնելով Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարեց, թե սա կարևոր ու պատմական իրադարձություն է։ Այժմ սպասում են երկրորդ շարժակազմին Ղազախստան, Ռուսաստան, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան երթուղով նշեց նա։ Ըստ Փաշինյանի սա կարևոր հանգրվան է Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների ու Վաշինգտոնի հռչակագրի կետերի իրագործման առումով։ Եվս մեկ անգամ վերահաստատում եմ Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը առանց չափազանցության հենց այսօրվանից, հենց վաղվանից Մարգարայից դեպի Կորնիձոր ապահովել բեռնատարներ եւ հակառակ ուղղությամբ Ադրբեջանից Թուրքիա եւ Թուրքիայից Ադրբեջան, Մարգարայից Կորնիձոր երթուղով մենք լիովին պատրաստ ենք եւ բառացիորեն ցանկացած հիմա կես ժամից էլ բեռնատար մոտենա անցակետին, թե Կորնիձորի կողմից եւ թե Մարգարայի կողմից մենք պատրաստ ենք անցումը սպասարկել։ Այժմ առաջարկում եմ քվեարկության դնել հարցը, հարց համար 29, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված։ Ռուսաստանի եւ Հայաստանի միջև Ադրբեջանով ու Վրաստանի միջով երկաթուղային կապի բացումն իրական ներդրում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում, ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Ավելի վաղ Հայաստանի կառավարությունը հայտնել էր, որ ռուսական ցորենով բեռնված գնացքը 15 վագոն ժամանել է Հայաստան, անցնելով Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով։ Ռուսաստանի փոխվարչապետի խոսքով Հայաստանի անկախացումից ի վեր սա առաջին դեպքն է, երբ երկու երկրների միջև հաստատվում է ուղիղ երկաթուղային հաղորդակցություն։ Օվերչուկը հավելել է, որ նոր երթուղին ամրապնդում է Ռուսաստանի տրանսպորտային կապերը տարածաշրջանի երկրների հետ, մեծացնում է Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ երկրներից ապրանքների հասանելիությունը հայկական շուկաներին եւ բարելավում է միության շուկաների հասանելիությունը հայ արտադրողների համար։ Երկաթուղային գծի բացումը Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից 2020 եւ 2021 թվականներին ձեռք բերված պայմանավորվածությունների, նաեւ 3 երկրների փոխվարչապետերի համանախագահությամբ Եռակողմ աշխատանքային խմբի ջանքերի արդյունք է։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևին եւ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն ուղղված համատեղ ջանքերի համար, ինչպես նաև Վրաստանին այս երթուղով փոխադրումների կազմակերպման գործում կառուցողական մասնակցության համար, հայտարարել է ՌԴ փոխվարչապետը։ Մինչև 2026 թվականի հունվարի վերջ եւս 132 երկաթուղային վագոն ցորեն կուղարկվի Հայաստան, Ադրբեջանի տարածքով, հայտարարել են Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունից։ Գիշերը Ռուսաստանից Հայաստանը ժամանել ցորենի առաջին խմբականակը։ Ռուսական երկաթուղիներ ընկերությունը կազմակերպել է ավելի քան 1000 տոննա ցորենի տեղափոխումը Ուլյանովսկի մարզի Դիմիտրովգրադ կայարանից։ Տրանսպորտի նախարարությունից ընդգծել են, որ նոր լոգիստիկ երթուղու կազմակերպումը հնարավոր է դարձել Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռների տարածման վերականգնման շնորհիվ։ 90-ականներից ի վեր սա նման փոխադրումների առաջին դեպքն է, եզրափակել է Ռուսաստանի գերատեսչությունում։ Ադրբեջանցի քաղաքագետ եւ Միլի Մեջլիսի անդամ Ռասիմ Մուսաբեկովը քննարկել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության հեռանկարները առաջիկա ընտրություններում եւ իշխանության եկեղեցու հետ առճակատումը Վեստի ազին տված հարցազրույցում։ Ըստ նրա, Փաշինյանի առճակատումը եկեղեցական հիերարխիայի հետ մեծ ռիսկ է ներկայացնում վարչապետի համար, բայց դա անհրաժեշտ միջոցառում է։ Կաթողիկոսը եւ նրա շրջապատը փաստացի գործում են որպես ռուսական գործակալներ եւ անում են ամեն ինչ Փաշինյանին եւ նրա թիմին իշխանությունից հեռացնելու համար։ Հայաստանում ընտրությունների արդյունքը մեծապես կախված է Ադրբեջանի հետ հարաբերություններից։ Մինչև ընտրությունները դեռ շատ ժամանակ կա։ Եթե տնտեսական իրավիճակը չվատանա, Ադրբեջանի հետ հարաբերություններում որևէ բարդություն չառաջանա եւ խաղաղության գործընթացը շարունակվի, Փաշինյանի կուսակցությունը խորհրդանում համեմատական մեծամասնություն կստանա, բայց արդյոք այն կկարողանա ինքնուրույն կառավարություն ձևավորել, դեռ պարզ չէ։ Ադրբեջանական բանակը համապատասխանեցվում է ՆԱՏՕ-ի չափանիշներին, այսօր հայտարարել է Իլհամ Ալիևը Հյուսիսատլանտյան դաշինքի Բաքվում գտնվող պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։ Բանակի արդիականացման գործընթացը շարունակվելու է այս կոնտեքստում, սերտորեն համագործակցում են Թուրքիայի զինված ուժերի հետ, հավելել է Ադրբեջանի նախագահ Բաքվի բռնապետը, հավաստիացրել է, հասել են այն գլխավոր նպատակին, որ իրենց առջև ծառացած էր նախորդ դարաշրջանից։ Ադրբեջանի անկախացումից ի վեր խոսքը ըստ Ալիևի իբրև ադրբեջանական հողերն օկուպացիայից ազատագրելու մասին է։
Ադրբեջանի հետքերը Երևանի փողոցներում ահա թե ինչպես են հայերը կեղծել պատմությունը, փաստերը բացահայտվել են այս վերնագրով տեսանյութը հրապարակել Ադրբեջանի պետական ASTV հեռուստաընկերությունը։ Սա արվել է Ալիևի վերջին խաղաղասիրական ելույթից հետո, այսինքն հրահանգվել է նոր արշավ սկսել, ցույց տալով, որ Հայաստանի դեմ զավթողական հայեցակարգը ուժի մեջ է։ Իհարկե, մի կողմից կարելի է ուղղակի ապշել, թե ինչպես Արցախի դեմ պատերազմ սանձազերծած, Արցախի հայերի դեմ էթնիկ զտում իրականացրած, Հայաստանի դեմ ագրեսիա սանձազերծած, Հայաստանի տարածքները օկուպացրածները այսքան անթաքույց ցույց են տալիս իրենց ծրագրերը, բայց մյուս կողմից էլ հասկանալի է, իրենց Հայաստանի իշխանությունները մաքրում են բոլոր պատերազմական հանցագործություններից, անհարկի զուգահեռներով նորմալ դարձնում իրենց զավթողական պահանջները, առնվազն ականջի համար ընդունելի, գրում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։ Դե իսկ ինչու չոգևորվեն, չէ՞ որ Հայաստանի ղեկավարը բոլոր միջազգայիններին ասում է խաղաղությունը եկել է բանակի հետ կապված էլ ֆանտաստիկ ռեֆորմներ են անում, այնպես որ զավթողական կոնցեպտը նոր թափ է հավաքում Ադրբեջանում։ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Գյուլերը նշել է, որ Թուրքիան ողջունում է Ադրբեջանի ու Հայաստանի միջև մնայուն խաղաղության հաստատման ուղղությամբ վերջերս արված քայլերը ու հավելել, որ դա կարևոր հնարավորություն է Կովկասի տարածաշրջանում անվտանգության կայունության եւ բարօրության զարգացման համար։ Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը վեբ շեշտել է, որ Թուրքիան պատրաստ է հնարավորինս մեծ ներդրում ունենալ տարածաշրջանում խաղաղության եւ անդորի շարունակականության ապահովման գործում։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ տարածաշրջանի սահմանների եւ աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխություն անընդունելի է եւ որ անվտանգությունն ամենալավ կերպով ապահովում է տարածաշրջանային համագործակցության միջոցով, այդ թվում 3+3 ձևաչափով։ Նրա խոսքով Զանգեզուրի միջանցքից Իրանի համար ուղղակի սպառնալիք չկա եւ Թեհրանը այս հարցում անմիջական կապի մեջ է։ Բանակցությունները մնում են ազգային շահերին հասնելու եւ անվտանգությունն ապահովելու հիմնական գործիքը։ Իրանը պետք է պատրաստ լինի ցանկացած մարտահրավերի, այդ թվում ռազմական։ Նոյեմբերի 6-ին ժամը 11:08 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հազանգեստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի Պողոտայի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության 1 բի սկանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ եւ 1 ավտոսանդուղք։ Հրդեհի բարդությունից ելնելով տեղում հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 3 կանչ դեպքի վայր են մեկնել Փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատներից եւս 10 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք։ Հրդեհաշիջման աշխատանքներին օպերատիվորեն ներգրավվել է նաեւ ՆԳՆ համայնքային ոստիկանության, Պարեկային ծառայության եւ ոստիկանության գվարդիայի ծառայողներ, ըստ նախնական տվյալների 1 տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Հրշեջ փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը շինության մյուս հատվածներ եւ հարակից տարածքում գտնվող բենզալցակայան հրդեհը մեկուսացվել է ժամը 13:09 մարվել է 13:54-ին։ Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարել են ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, ներքին գործերի նախարարի տեղակալ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։